GTB ընկերությունն այսօր կարելի է ասել մեր 4-րդ իշխանության ճնշման տակ հանրային լսումներ էր կազմակերպել, սակայն Արմլուրի մուտքը արգելեցին բաց լսումներին։ Ավելին, ընկերության սեփականատերերից Գրիգոր Տեր-Ղազարյանը խուսափեց մեր հարցերին պատասխանել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի եւ Կասկադ համալիրի վերակառուցման մրցույթում հաղթած GTB Development ՍՊ-ի միջև քննարկում էր տեղի ունենում Կասկադ մշակութային հանգույց նախագծի իրականացման թեմայով։ Քանի որ Հայաստանի ճարտարապետների պալատի խորհուրդը այս տարվա մարտի 1-ին բաց նամակ էր հրապարակել, հայտնելով մի շարք մտահոգություններ, որոնք վերաբերում են անցկացված կասկածահարույց մրցույթին, դրա հաղթողին եւ վերակառուցման ընդհանուր ծրագրին։ GTB Development ՍՊ-ի սեփականատեր ՔՊ-ի սիրելի գործարարի համբավ ունեցող Գրիգոր Տեր-Ղազարյանն իմանալով, որ Արմլուր է մից ենք եկել, փակել տվեց սրահի դուռն ու արգելեց մեզ մտնել։ Ավելի ուշ, երբ ավարտվեց քննարկումը, Տեր-Ղազարյանին մոտեցանք հասկանալու համար, թե ինչ են քննարկել։ Սակայն Ղազարյանն անպարկեշտ վարք դրսևորեց եւ փորձում էր փախչել մեր հնչեցրած հարցերի պատասխաններից։ Ինչ եք խուսափում հարցերից, պարոն Տեր-Ղազարյան, ես ձեզ հետ քայլում եմ։ Խուսափում, որովհետեւ չեմ ուզում դեր հետ ընդհանրապես առնչություն ունենալ հարգելիս։ Պատճառը կարող եք ասել, մենք անձնական իմ իրավունքն եմ, անձնական սիմպաթիան է, շնորհիվ սիմպաթիա։ Սիրով հարգում ենք ձեր անձնական կարծիքը, քանի որ Կասկադը հանրային տարածքում է գտնվում եւ Հայաստանի Հանրապետության չխանգարել իմ ամեն գործնական։ Ես չեմ խանգարում, մենք պարզապես միասին քայլում ենք։ Խանգարում եք, ես ձեզ ասում եմ, որ մենք հետաքրքրվում ենք Կասկադի համալիրը ինչպես է պետք քրեական գործերի ֆոնին կառուցել։ Էլի կապուչինո։ Հասկացա չի բանանը։ Ինչ։ Հա, ես ասացի ուզում եք բան նստենք ավելի։ Բացօթյա նստենք։ Չեկեք բացօթյա։ Լավ, ես ընդդեմ եմ։ Ավելի ուշ, երբ մեր գործընկերներից մեկը մոտեցավ Գրիգոր Տեր-Ղազարյանին, նրանց հետ պայմանավորվեց խոսել պայմանով, եթե մենք այդ զրույցին ներկա չլինենք։ Եթե կարճ, ապա Գրիգոր Տեր-Ղազարյանը ցուցաբերեց նույն Անդրանիկ Քոչարյանի վարքը, տարբերակելով լրագրողներին։ Նման պահվածքն ուներ մեկ պատճառ, քանի որ Տեր-Ղազարյանի անցյալի քրեական գործերը բացահայտել էինք մենք, եւ նորահայտ գործարարին Արմլուր ԵՄ-ի նյութից հետո մարդիկ իմացան որպես նախկինում խարդախության համար դատապարտվածի։ Ահա դրա համար նա նեղսրտել է։ Մինչդեռ ճշմարտությունից չես փախչի, այո, Գրիգոր Տեր-Ղազարյանը խարդախության համար նախկինում դատապարտվել է, որի մասով բոլոր փաստաթղթերը մեր ձեռքի տակ են։ Հիշեցնենք, որ Կասկադ համալիրի վերակառուցման մրցույթում հաղթող էր ճանաչվել GTB Development ՍՊ-ն, որը 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիում է։ Այն հիմնադրվել է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին եւ իրական շահառուն աղմկահարույց գործարարի համբավ ունեցող Գրիգոր Տեր-Ղազարյանն է 97.5% մասնակցությամբ։ Գրիգոր Տեր-Ղազարյանը Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր Արմեն Սարգսյանի փեսան է։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով նախկինում 2009 թվականին դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, առանձնապես խոշոր չափերով խարդախության համար։